Եվ սիրելիներ, շարունակության մեջ կուզենայի նշել, որ այդ եղբայրական եկեղեցիները, որտեղ կան Սուրբ Հոգին, սիրելիներս, Աստված է բնակվում այդ մարդկանց մեջ, ոչ մեկ իրավունք չունի դատել, սիրելիներս, եկեղեցիներից որևիցե մեկում, եւ անկախ ամեն ինչից այդ դատողությունը գալիս է մարդկանց դոգմատիկ մտքերից, որոնք աշխարհիկ են, եւ ոչ թե Սուրբ Գրքով, որովհետեւ այնտեղ, որտեղ Սուրբ Հոգին է քարոզում է Ավետարան, քարոզում է Նոր Կտակարան եւ Հին Կտակարան, սիրելիներս, այնտեղ է Աստված է, որովհետեւ չկա, եթե հակառակ ինչ-որ հակասող բաներ Սուրբ Գրքին, նշանակում է, որ այդ եկեղեցին ուղիղ է, բայց Աստված տենում է բոլորի սրտերը եւ քննողը Աստված է, սիրելիներս, սրտերի եւ երիկամունքների, ինչպես գրքում է շեշտում, եւ սիրելիներս, այդ դատաստանը կդատի նա, բայց գործերով, սիրելիներս, որ մենք ի հայտ ենք բերելու, կապ չունի Գարեգին երկրորդը կլինի, Ֆրանցիսկոսներ, Նիկոլ բանը եւ մնացածը, սիրելիներս, ռուսական կաթողիկոսը եւ մնացածը, սիրելիներս, Աստված վերևը տենում է, կարևորը, որ իրանց ծառայությունը անեն, բայց թե ինչ կյանքով կապրեն, սուրբ կամ ոչ սուրբ, սիրելիներս, դա մեր արդեն երկրորդական հարցն է, որովհետեւ եթե ոչ սուրբ է, սիրելիներս, դրա համար կա ժողովներ, այն նենց փաստերի վրա, սիրելիներս, հիմնված, որպեսզի անիմաստ չդատվի եւ ուղիղ դատ լինի, ինչպես գրքում է ասում Աստված, ուղիղ դատեք միմյանց, սիրելիներս, եւ ամեն ինչ բացի դրանից, եթե մենք ուզում ենք ազատագրական պայքար ունենանք, ինչպես եղել է մեր թվարկությունից առաջ երկրորդ դարում 172 թվականներին Մակաբայեցիների շրջանում, սիրելիներս, ինչպես Մատաթիա քահանան եւ իր 5 որդիները Հուդա Մակաբայեցու Մակաբե անունով, սիրելիներս, առաջնորդն է եղել եւ ջարդել է ամբողջ երկրների բանակները, մասնավորապես Անտիոքոսի դեմ, եւ սիրելիներս, դա ինչ է վկայում, որ Աստված իրենց կողքն է եղել, մենք բոլորս էլ պետք է սուրբ ապրենք եւ այդ սրբությունը պահենք իրար մեջ, սիրելիներս, բայց եթե մենք մեր մեջ սուրբ չենք ապրում եւ մտածում ենք, որ մենք կարող ենք հաղթենք պատերազմից, դա սխալվում ենք, սիրելիներս, մինչեւ մենք սուրբ չապրենք, հավատարիմ չլինենք Աստծուն, մենք չենք կարող լինենք, սիրելիներս, դա համար Աստված բոլորիդ հետ, լավ կացեք եւ մտածեք ձեր փրկության մասին։